Հանրապետությունում առատ տեղումների արդյունքում եւ ձնհալին զուգահեռ անհրաժեշտ է անընդհատ հոգ տանել միջդիրքային ճանապարհների անցանելիության, անձնակազմի պատշաճ սպասարկման եւ մատակարարման հարցերի մասին։ Այսուհանդերձ հերթապահությունն իրականացվում է ամենօրյա գրաֆիկով համաձայն օրվա կարգացուցակի, պահպանելով առաջին հերթին անվտանգության կանոնները եւ ապահովելով անխափան հերթափոխերը։ Գումարտակը մշտապես պատրաստ է պահպանելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։ Գումարտակը մշտապես համալրվում է պայմանագրային զինծառայողներով, համալրվում է նաև Պաշտպան հայրենիաց ծրագրով ներկայացած զինծառայողներով, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարել ճիշտ եւ ժամանակին։ Զորակոչից զորակոչ նկատելիորեն աճում է հատկապես Պաշտպան հայրենիաց ծրագրով զորակոչվողների քանակը։ Գումարտակը բանակային դիրքերի պահպանությունն իրականացնում է զգոն, յուրաքանչյուրս քաշ գիտակցում ենք մեր առջև դրված խնդիրը։ Գումարտակը պահպանության գոտում իրականացում է ինժեներական աշխատանքներ, դրանով իսկ բարձրացնելով սահմանագոտու անվտանգության մակարդակը, ինչը երաշխիք է մեր թիկունքի ամրության եւ անվտանգության համար։ Մինչ գումարտակի հրամանատարի հետ իրականացվող ծրագրերի եւ դրանց արդյունավետության մասին ենք զրուցում, տղաներն իրենց ընկերոջ Արմենի համար անակնկալ են պատրաստում։ Դիրքի ավագի տարեդարձն է։ Արդեն 10 տարի ծառայում եմ զինված ուժերում, զինծառայությունս ավարտելուց անցել եմ պայմանագրային ծառայության, սիրում եմ այս գործը։ Ինքս ծնվել եմ սահմանամերձ բնակավայրում, շատ լավ գիտակցում եմ սահմանի ամրության կարևորությունը, ու ինձ լավ ոչ մեկ չի կարող պահել մեր տունը։ Ընդհանուր գաղափար ունենք, որ սաղս էլ ստենք, այդ մի գաղափարն որ սաղս կապում է իրար հետ։ Եվ որն է այդ գաղափարը։ Հայրենիքի պաշտպանությունը։ Գյուղացու պարկն էլ զինվորի պահածը շենացնելն է։ Ղազարյան ամուսիններն այս համոզմունքով տարիներ առաջ սահմանամերձ Չիվա բնակավայրում հյուրատնային բիզնես հիմնեցին, նաև գինեգործությամբ են զբաղվում։ Տիկին Հեղինեն վստահ է, յուրաքանչյուրս մեր գործով պարտավոր ենք մեր ծառայությունը բերել մեր երկրին։ Գյուղի երիտասարդները հիմնականում զինծառայողներ են։ Շատերը նախընտրում են ժամկետային ծառայությունը Պաշտպան հայրենիաց ծրագրով, ինչը հնարավորություն է տալիս ծննդավայրին մոտ ծառայության վայր ընտրել։ Ազատ հերթափոխի անձնակազմն էլ մյուս գյուղաբնակների հետ հողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում։ Մեծերն էլ սահմանավերց բնակավայրերի համար նախատեսված զանազան օժանդակ ծրագրերով տարատեսակ բիզնես նախագծեր են իրականացնում։ Չիվայում մի քանի հյուրատուն կա, զբոսաշրջիկների պակաս էլ չեն զգում։ Տիկին Գոհարն էլ իր ընտանեկան հարկի տակ սիրով ընդունում ու ճանապարհում է օտարերկրյա հյուրերին ու տեղացի հանգստացողներին։ Գյուղի մարդը պետք է կանգնի իր հողին, տեր ու տիրականալնի, պաշտպանի։ Շատ լավ է, որ մեր զինվորները այնտեղ նստած է, մեր հույս հավատն են։ Իրենց այգուց սահմանն անզեն աչքով է տեսանելի։ Օտարերկրացի հյուրերին հինավուրց հայկական Չիվայի այստեղ ապրող մարդկանց հայրենի բնակավայրն անձամբ պաշտպանելու նրանց վճռականության ու պատրաստակամության մասին են պատմում։ Ու ամեն անգամ նորից ու նորից է հյուսվում հնագույն լեգենդն այն մասին, թե Մոզի մեծ երկրաշարժից մազապուրց հայերը Վայի ձորով եկան ու բաց դաշտում մի հնագույն բնակատեղիում հայկական հին խաչքարեր ու էլ ավելի հին վիշապաքարեր տեսնելով հաստատվեցին այստեղ իրենց նախնիների հիմնած այս բնակատեղիում, շենացան ու շենացրին։ Գյուղն էլ կոչեցին Չիկ Վայ, չկա Վայը, Չիվա։ Վախենում ես անծանոթ մարդիկ են։ Բիջիկո։ Մի վախեցի, մերոնք է։ Մենք այսօրվա պահում ենք, որ սահմանամերձ ենք, ուրեմն նշանակում է, որ մենք այս սահմանը պահողներն ենք։ Մենք պիտի լինենք այս սահմանի բերանին, եթե վտանգել է, ոչ մի բան չի խանգարում։ Ոչինչ, մարդը կվտանգվի էլ։ Բայց կարևորն է, որ մարդը կարողանա իր հողը, իր շունչը, իր տեղը պահի։ Ես էլ եմ, ինքս էլ եմ գնացել դիրքեր եմ կանգնել։ Ամիսներով գնացել եմ դիրքեր եմ կանգնել եմ։ Մեր գյուղացիները այդ ժամանակ իրանց ապահով են զգացել։ Գիտեմ, որ մենք վերև հսկում ենք։ Ավետիսյաններն էլ չնայած իրենց բաժին հասած ծանր փորձություններին շարունակում են ապրել հայրենի Չիվայում, տուն են կառուցում, փորձում ապրելով ապրեցնել նաև Տիգրանին։ Տիգրանն էլ հայրենիաց պատվի զինվոր էր, զոհվել է հայրենիքի պաշտպանության համար մարտերից մեկում։ Հորեղբայրը Հրանտը, որբ մնացած եղբորորդուն զինվորական ծառայության է ճանապարհել։ Հետո Տիգրանը զինվորական մասնագիտություն է ընտրել ու հորեղբոր որդիների հետ ծառայությունը շարունակել բանակի ստորաբաժանումներից մեկում։
Ասում են հայրենիքի պաշտպանությունը սերտ չի ճանաչում։ Սահմանամերձ բնակավայրերում հայրենիքի պաշտպանության կարևորությունը գիտակցում են թե տղաները, թե աղջիկները։ Սաթենիկը զինվորականի մասնագիտություն է ընտրել։ Շուտով պատրաստվում է մասնակցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ընդունելության քննություններին։ Ով գիտե, գուցե մի օր հայրենի գյուղի սահմանները հսկող ստորաբաժանումների շարքերում նաև ինքը կլինի։ Մասնակցել եմ նախնական զինվորական պատրաստություն առարկայից օլիմպիադաների ու երկրորդ տարին անընդմեջ անցնում է մարզային փուլը։ Պետքա շուտով արդեն թիմ ձևավորենք, Վայոց-Ձորի թիմը ձևավորենք ու ապրիլին գնանք Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան հանրապետական օլիմպիադայի մասնակցելու։ Այժմ սովորում եմ 12-րդ դասարանում, ապագա մասնագիտությունս արդեն ընտրել եմ, զինվորական գծով եմ շարունակելու։ Այս սեզոնին աշխատանքներ կատարելը ճիշտ չի։ Փորձենք ինչքանով կարանք մի փոքր գնահենք, թե ինչ ունենք։ Սահմանի կանգնած զինվորի համար թիկունքն է գլխավորը։ Թիկունքում ունենք կայուն համայնք, դպրոց, հասարակություն, դիրքերում կանգնած զինվորը ավելի պատրաստական կլինի իր գործին։ Զինվորը իր տան պաշտպանն է, իր ծնողի, իր երեխու, իր մոր, իր հայրենիքի, իր գյուղի, իր երկրի, իր հարևանների արդարության պաշտպանն է։ Ու շեն ու բոլ ապրում են արարում ամեն աշնանը հավաքված բերքը ի պահ տալիս մառաններին, որ իրենց ապրածի ու ստեղծածի մասին պատմություններն էլի հնեցվեն ու եկվոր օտարերկրացու քիմքին կսվելով հայի ու Հայաստանի մասին պատմեն, ու որ հայ մարդու պատրաստած գինուց եկվորի սիրտն էլ հենց ջերմանա, ինքն էլ գլուխը բարձրացնի, սարերին նայի, ժպտա ու բաժակ բարձրացնի սահմանին կանգնած իր երկիրը պաշտպանող մարդու, զինվորի ու շինականի ողջության համար, որ աշխարհի այս հողակտորի վրա էլի ու էլի բարիք ստեղծվի, բարին հավերժի։ Նայրա Համբարձումյան, Հովանես Գրիգորյան, Զինուշ։